Գլխացավ եւ զարկերակային բարձր ճնշում։ Որն է պատճառը, որն է հետևանքը։ Այս երկու վիճակները ինչպես առանձին ախտանիշներ են, այնպես էլ ինքնուրույն հիվանդություններ, եւ հնարավոր է 4 տարբերակ, երբ դրանք համադրվում են։ Ըստ Գլխացավի միջազգային ասոցիացիայի 180-120 եւ ավելի բարձր թվով զարկերակային ճնշում ունենալու դեպքում առաջացող գլխացավը կոչվում է երկրորդային հիպերտենզիոն գլխացավ։ Այս դեպքում գլխացավի առաջացման պատճառը հենց զարկերակային բարձր ճնշումն է եւ բուժման մեջ շեշտը դրվում է ճնշման կարգավորման վրա։ Երկրորդ տարբերակում կա առաջնային գլխացավ կամ գլխացավի այլ տարատեսակ եւ հենց գլխացավերի պահին կան ճնշման բարձրացումներ, ոչ ավել քան 180-120-ը։ Այս դեպքում գլխացավի բուժումն է, որ բերում է ճնշման կարգավորմանը։ Երրորդ տարբերակում զարկերակային բարձր ճնշումը եւ գլխացավը իրարից անկախ պատճառներով են առաջանում։ Եվ այս դեպքում պետք է առանձին մոտեցմամբ բուժել գլխացավը եւ առանձին մոտեցմամբ բուժել զարկերակային բարձր ճնշումը։ Եվ չորրորդ ու Հայաստանում ավելի հաճախ հանդիպող տարբերակը այն դեպքերն են, երբ գլխացավից եւ բարձր զարկերակային ճնշումից բացի կան նաեւ գումարված այլ ախտանիշներ կամ ուղեկցող այլ հիվանդություններ։ Այս դեպքում բժշկի գործը ավելի է բարդանում, իսկ բուժառուն չպետք է անտեսի իր խնդիրները։ Եթե ունեք միաժամանակյա գլխացավ եւ զարկերակային բարձր ճնշում, մի հապաղեք եւ դիմեք բժշկի։ Եղեք տեղեկացված եւ առողջ։